44-օրյա պատերազմի սկզբում Ադրբեջանը մարտի մեջ նետեց իր բանակի գրեթե ամբողջ զինանոցը։ Արցախի դեմ պատերազմը ծավալվեց 4 ուղղությամբ՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևելյան։ Առաջին իսկ օրը հյուսիս-արևելքում և հյուսիսում հակառակորդը մի շարք դիրքեր է գրավում։ Իրավիճակը ծանր է հյուսիս-արևելքում, 6-րդ պաշտպանական շրջանի պատասխանատվության գոտում։ Թալիշում ծառայող շարքային Արման Գալստյանը սեպտեմբերի 27-ին առավոտյան իր ստորաբաժանման հետ օգնության է գնացել ու դիրքեր չասած ահա թե ինչ է հայտնաբերել։ Մեր հետախուզական դասակով էինք, ավտոն թողել ենք, ոտքով գնում էինք, ջուր չկար, առավոտ շուտ, գետնից մի շիշ ջուր ենք ճարում, այդ վաղտ ես ուզում էի կապ հաստատեի մեր գումարտակի հրամանատարի հետ, երբ որ այդ ջուրը ինձ տվեցին որ խմեմ, նայեցի շշին և տեսա, որ ադրբեջաներն ա գրած և հասկացա, որ մեր ձախ թևը արդեն Ադրբեջանի տիրապետության տակ է, իրանք են այդ դիրքերը զբաղեցրել արդեն։ Հյուսիս-արևելքում հակառակորդը շարունակում էր առաջխաղացումը։ Պատերազմի երկրորդ օրը Ադրբեջանը գրավում է 6-րդ պաշտպանական շրջանի հարևանությամբ գտնվող Եղնիկներ զորամասի Արեգ-Ասար բարձունքը։ Հաջորդ օրը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ բարձունքը հայկական կողմը ազատագրում է և այն կրկին կորցնում։ Շարունակելով առաջխաղացումը, հոկտեմբերի 1-ին հակառակորդին հաջողվում է գրավել Թալիշը, 2 օր անց Մատաղիսը։ Ադրբեջանը նաև Արցախի հյուսիսում Մռավի լեռնաշղթայում ևս մի քանի դիրք է գրավում, սակայն առանց լուրջ առաջխաղացման։ Օրեր անց հայկական ուժերը այդ բարձունքները հակագրոհով հետ են բերում։ Այստեղ հաջողության դեպքում Ադրբեջանը կկտրեր Արցախը Հայաստանին կապող 2 զարկերակներից մեկը՝ Վարդենիս-Սոտք-Ստեփանակերտ ճանապարհը։ Հետագայում հյուսիսում և հյուսիս-արևելքում ռազմաճակատը կայունանում է։ Այդ ընթացքում 9-րդ պաշտպանական շրջանը 6 գիշեր և 7 ցերեկ Ջաբրայել Հորադի շրջանում հաջողությամբ դիմադրում է, մեծածավալ կորուստներ պատճառելով մի քանի անգամ գերազանցող թշնամուն։ Այդ օրերին, ըստ պաշտպանական շրջանի հրամանատարի, միայն հայկական կողմը 64 զրահատեխնիկա է ոչնչացրել։ Մեծ հրետանին է խփել, ռեակտիվ հրետանին է խփել, դրանց հետո անօդաչուն է խփել, հետո իրանք են եկել, հետո նորից տենց, այսինքն նրանք ֆիզիկապես շատ էին ուղղակի։ Համառ փորձերի արդյունքում հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավում է Ջաբրայելի շրջանի մի քանի գյուղ։ Բացվում է այսպես կոչված Հորադիզի միջանցքը։ Այստեղից էլ Ադրբեջանը սկսում է զարգացնել հաջողությունը։ Տարածվում է Արաքս գետի, Իրանի պետական սահմանի երկայնքով։ Հարթավայրային այս հատվածը Ադրբեջանին հնարավորություն էր տալիս կիրառելու զրահապատ տեխնիկա։ Շփման գիծը կիլոմետրերով մեծանում էր, և հայկական կողմը չէր կարողանում վերադարձնել այդ դիրքերը, հատկապես հակառակորդի անօդաչուների գերակայության պայմաններում։ Հոկտեմբերի 6-ին հակառակորդը հասնում է քաղաք Ջաբրայել։ Հայկական կողմը որոշում է ճեղքվածքը փակելու նպատակով հակահարված ձեռնարկել։ Ըստ մտահղացման, անհրաժեշտ էր ներթափանցած խմբավորումներին շրջափակել և զրկել սնուցումից։ Այդ գաղափարի հեղինակը Արցախի այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր։ Քանդ Խորադիզով, գյուղ Խորադիզով, որը ընդամենը 12 կիլոմետր մինչև Արաքս, մեր դիրքերից, տեղով պետքա կտրեինք, որ այն ուժերը, որը անցել են դեպի Ջաբրայել եւ այս կողմերը, մնում են օղակի մեջ։ Այսինքն դեմից էլ մեր հայկական զորքերն են, որը խփելով հետ պիտի բերեն, Սրանց մատակարարումը հրետանիա, փամփուշտա, ուտելիքա եւ այլ, ոչ մի բան չկա, արդեն փակել ես դու այս ճանապարհը։ Ադրբեջանի զինված ուժերի սնուցման ճանապարհը անցնում էր 2016-ին կորսված Լելե-Թեփե բարձունքի մոտով ու Իրանի սահմանի երկայնքով ձգվելով հասնում մինչև Հայաստանի սահման։ Հայկական ուժերի խնդիրն էր Քենթ Հորադիզից առաջանալ և փակել սնուցման այդ ճանապարհը, թիկունքում թողնելով Լելե-Թեփեն։ Հակահարձակման մասնակից գլխավոր ուժերը
Պաշտպանության բանակի ռեզերվային ստորաբաժանումներն էին։ Իվանյանի տանկային եւ Ստեփանակերտի մոտոհրաձգային բրիգադներից մեկական գումարտակ։ Տանկային բրիգադը պիտի փակեր սնուցման ճանապարհը, հաստատվելով նոր բնագծում։ Մոտոհրաձգային բրիգադը առաջինի թիկունքը ապահովելով պիտի ոչնչացներ ներս թափանցած հակառակորդին։ Հոկտեմբերի 7-ին ըստ քննչական կոմիտեի մոտոհրաձգային գումարտակը մինչև Պիրախմեդլի Դորչինար տեղանքը հասնելը ոչնչացրել է հակառակորդին, որից հետո առաջ խաղացում չի ունեցել։ Վիրավորվել է այդ հրամանատարը իր գումարտակի հրամանատարի վրա է թողել պատասխանատվությունը, գումարտակի հրամանատարը կատեգորիկ հրաժարվել է կատարի հետագա գործողությունները, առաջի պատերազմում գումարտակի հրամանատարը չի ենթարկվի ղեկավարին, դա դժվար չի լինում։ Ժամը 5-ին հարձակումը հակագրոհը պետքա սկսվեր, հիմնականում էթալու էին բանում Ստեփանակերտից Ցորի եւ Ցորի տանկեր վեմպենները պետքա մոտ լիներ 2500-ից մինչև 3500, sense լսերով թվեր եմ ասեմ։ Մոտ 500 զինվորական մասնակցեին հակագրոհին։ Որ ժամը 5-ին պետք աներ 9-ից քանիսեր հələ հակագրոհը չէինք սկսել։ Տեխնիկան խարավ եղել էս մեկը sense չգիտեմ ինչ խնդիրներ էր։ Մոբով կային մի 100-ին մոտիկ մարդ, մեր գումարտակներ։ Ինք կարար 8-ին աներ, 9-ին աներ, 10-ին աներ։ Միջև ամսի հոկտեմբերի 26-ը մեր ամբողջ զորքը առաջի պաշտպանականը միջև Քանդ Խորադիս, Գյուղ Խորադիսի կողքը դիրքերում ա եղել։ Այսինքն առաջի գիծը պահել են 7-րդ պաշտպանական, առաջի պաշտպանական, 7-րդ պաշտպանական, վռազվելու բան չի եղել։ Կարելի է եւս 2-3 օր կոմպլեկտավորել ու մտնել այդ խնդիրի կատարել։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հավաստիացնում է, որ գործողության ժամանակ 3 զոհ են ունեցել, 2-ը տանկային եւ 1 հոգի մոտոհրաձգային բրիգադից։ Իրավապահներն էլ ասում են, որ 20 զինծառայող է զոհվել, 44 տանկից խոցվել է 19, 29 հետևակի մարտական մեքենայից 3-ը։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանցիները արգրաված հայկական տանկերի տեսանյութ ցուցադրեցին, որոնք ավար էին մնացել ձախողված գործողությունից։ Նույն օրը հոկտեմբերի 8-ին հայկական կողմը ավելի սակավ ուժերով կրկնեց այդ ռազմական գործողությունը եւ դարձյալ ձախողեց։ Այդ հակահարձակման գրոհող խումբը 70 հոգանոց աշխարհազորային վաշտն էր։ Վաշտը ելման կետից շարժվել է ու առաջին բնագիծը զբաղեցրել Քենթ Հորադիզի մոտ, որտեղից հետագայում պիտի առաջանար ու փակեր ներս թափանցած հակառակորդի սնուցման ճանապարհը։ Ժամի 8-ին ռովնա սկսել եմ իմ շարժումս, ու որ կես ժամում պիտի ես հայտնվեմ դեղ արդեն իմ խնդիր դրած տեղս, այդ լեռնաշղթան, որ ասում եմ, 18 րոպեում տեղ եմ հասել, ու դաժե դեղ թշնամին նստած չի մնացել, էլ այն արագությունն այն բանը մեր մոտիկանալը բան, այդ պանիկան բանը, ոչ հետ են շպրտվել իրանք։ Նույնտեղ բան գնացել էր, ասենք բլիժնի բոյել բան, բայց հետ են շպրտվել, իրանք ճանապարհ անցել են, այդ նույն ճանապարհը, որ ասում են դեմներով ճանապարհ գնում, այդ ճանապարհը անցել են դիմացի թումբերում դիրքավորվել, մեզանից մի 170-200 մետր հեռավորության։ Այդ այնց ա եղել։ Ու ես էլ լսել եմ իմ զեկուցելուց հետո, ես որ զեկուցել եմ, որ ես այն տեղում, ասում ատի շուտ, ասում հա, ու տենց ռակետնիցա եմ ասին, պայմանավորվել ենք, ես ռակետնից սաղն էլ տեսել եմ, որ ես տեղում եմ, բոլորն էլ լսել են իրանց հրամանները, ես էլ եմ լսել, որ Ջալալը ասում է, լսեցիք սաղդ, որ Արամը այնա տեղում, արդեն դուք կարաք շարժվեք։ Ըստ Արամի, Ստեփանակերտի մոտոհրաձգային, Իվանյանի տանկային եւ Հադրութի դիվիզիայի ստորաբաժանումները ելման կետից չեն էլ շարժվել, երբ նրանք բարեհաջող գրոհից հետո անցել են պաշտպանության։ Նրանց ստորաբաժանումը ստիպված է եղել սպասել մինչև մութն ընկնելուն, որպեսզի կարողանա թիկունք մտած թշնամոց խույս տալ։ Գրոհի ժամանակ աշխարհազորը կորուստներ չի ունեցել, իսկ 3 հոգի զոհվել եւ 28 հոգի վիրավորվել են
Քենթ Հորադիզի մոտ պաշտպանություն իրականացնելիս։ Այդ բոլոր կորուստները եղել են հրազենից։ Այս երկու հակահարձակումները ղեկավարում էր Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Ըստ 11 ռազմագետների 306 էջանոց եզրակացության Ջալալ Հարությունյանը հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն եւ գրագետ։ Նա այս քրեական գործով արդարացվեց։ Պաշտպանության բանակի պահեստազորի սպա փոխգնդապետ Արմեն Ասրյանի կարծիքով այդ հակահարվածները արկածախնդրություն էր։ Թեկուզ ընդཐུպ մտել ենք ու այդ օրը փակել ենք։ Մեր պահելու հետագա կա այդ պլանները, կա այդ հաշվարկները կատարած բանակի հրամանատարի կողմից կամ զինված ուժերի կողմից Օնիկ Գասպարյան, որ դու հաստատել ես այդ պլանը։ Մի հատ խորացել ես, ասես լավ մտել եք, փակեցիք, այդ օր փակեցիք, այդ առուչ է, էլի որ ուղին փոխենք բրծնի գնա դրանում։ Այդ օրը փակեցիք, վաղը ինչ եք անելու։ Կա այդ ռեսուրսները, ապահովումը, դրա թիկունքային տեխնիկական ապահովումը, դրա մնացած մարտական ապահովումները ո՞նց եք իրականացնում այդ մխրճված տարածքում։ Արթավայրային հատվածում հաջողության հասնելուց հետո հակառակորդը սկսեց շարժվել դեպի Ֆիզուլի եւ Հադրութի շրջանի նախալեռնային գոտի։ Զրահապատ տեխնիկային փոխարինելու եկան հատուկ նշանակության ուժերը։ Հակառակորդը Ջաբրայել քաղաքից շարժվելով գրավում էր Հադրութի գյուղերը եւ մոտենում Բուն քաղաքին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Հադրութի գրավման մասին, սակայն քաղաքը ընկավ հաջորդ օրը, հոկտեմբերի 10-ին, վերջնականապես հոկտեմբերի 11-ին։ Ամսի 11-ին ամբողջությամբ հարավային Հադրութի գետի մյուս կողմը արդեն ամբողջությամբ ադրբեջանցիներին եւ մեր ինչպես նշեցի վարչակազմի ղեկավարը եւ մյուս զինծառայողները մտել են ամսի 11-ին ուրեմն վարչակազմի շենք մոտ մի ժամ երևի Հադրութում էին, հենց հնարավոր չէր արդեն դիմադրել, որովհետև շատ ահագին մեծ քանակությամբ զորքեր Հադրութում։ Հադրութ քաղաքի եւ Հադրութի շրջանի անկման ժամանակ պատերազմի ամենածանր պատմություններից մեկը գրանցվեց։ Ջաբրայելի զորամասի նորակոչիկների գումարտակը հարյուրավոր զոհեր է տալիս։ Փոթորիկ Կովկասում գրքում ռազմական մեկնաբան Անտոն Լավրովը գրում է, որ հատուկ նշանակության ջոկատները գրավում էին ռազմավարական կարևորություն ունեցող գյուղերն ու բարձունքները, իսկ նրանց հետևից շարժվող մոտոհրաձգային ստորաբաժանումները ապահովում էին թևերի պաշտպանությունը եւ վերահսկողություն հաստատում այդ տարածքների նկատմամբ։ Հակահարձակման տապալումից հետո հակառակորդը սկսեց ծավալվել նաեւ դեպի Ֆիզուլի։ Չկարողանալով ճեղքել առաջնագիծը եւ Ֆիզուլին գրավել ճակատից, նրանք դա արեցին թիկունքից։ Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի հատուկ նշանակության խմբերը արդեն Ֆիզուլի քաղաքից 5 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Ջուվարլի գյուղում էին։ Այդ օրը այդ տեղանքում նրանք հարձակվեցին Ստեփանակերտի Ցոր զորամասի D-20 դիվիզիոնի վրա, ինչի հետևանքով հայկական կողմը 20 զոհ ունեցավ։ Հոկտեմբերի 13-ին հակառակորդն արդեն ներթափանցել էր Ֆիզուլի քաղաքից արևմուտք գտնվող տարածքում գերիշխող նշանակություն ունեցող Կավակ բարձունք։ Ադրբեջանցիները Ֆիզուլիի գրավման օրը նշում են հոկտեմբերի 17-ը, սակայն ամենայն հավանականությամբ այն ավելի շուտ են գրավել։ Վերահսկողության տակ վերցնելով Ֆիզուլին, ադրբեջանցիները տիրացան ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհային հանգույցի, որը իրար էր կապում Մարտունու եւ Հադրութի շրջանների բնակավայրերը։ Բացի այդ, բացվեց նաև Մարտունու շրջանի այսպես ասած բուֆերային գոտին։ Ֆիզուլիի շրջանի առաջնագծում զորքերը մնացին մինչև հոկտեմբերի 27-ը եւ նահանջի հրաման ստացան Արցախի պաշտպանության նոր նախարար Միքայել Արզումանյանի օրոք։ Այլապես այդ մեծաքանակ զորքը կհայտնվեր լիակատար շրջափակման մեջ։ Շարունակելով առաջխաղացումը Արաքսի օվտով, ադրբեջանցիները հոկտեմբերի 20-ին մոտեցան Հայաստանի սահմանին։ Հոկտեմբերի 22-ին Ալիևը հայտնեց, որ Իրանի հետ սահմանը ամբողջովին իրենց վերահսկողության տակ է։
Սրանից հետո ադրբեջանցիները հուժկու հարձակում սկսեցին դեպի լեռնային շրջանների խորքը, Շուշիի ուղղությամբ։ Հոկտեմբերի 21-ին նրանք գրավեցին Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Տող եւ Դրախտիկ գյուղերը։ Դրախտիկին հաջորդում են Շեխերը, Թաղավարտի վերին հատվածը, Զարդարաշենը ու Մոշմահատը։ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները լեռնաանտարային տեղանքում հաջողությամբ շարունակում էին շրջանցել ախուռն կազմակերպված հայկական պաշտպանական հանգույցները։ Ըստ հետքի Շեխեր գյուղը պաշտպանվեց հոկտեմբերի 22-ից մինչև 27-ը։ Մինչդեռ Շուշի տանող հաջորդ խոչընդոտ համարվող Թաղավարտում մարտերը սկսվեցին ավելի շուտ։ Կամ էլ օրինակ Թաղավարտի ուղղությամբ կրակ էին վարում ու շարունակում առաջանալ դեպի Զարդարաշեն ու Մոշմահատ։ Հոկտեմբերի 28-ին Սղնաղ գյուղը եւս անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Գյուղի պաշտպանության ժամանակ զոհվեց 12 հոգի, որոնց մեծ մասը աշխարհազորայիններ էին։ Ադրբեջանական անօդաչուները շարունակում էին շարքից հանել հայկական հրետանային հեռահար համակարգերը։ Հոկտեմբերի 30-ին նրանք հայկական 2 սմերջ խոցեցին։ Այս հաջողությունը ջլատեց հայկական կողմի քիչ մնացած կրակային հեռահար աջակցությունը։ Ինչպես 92 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից։ Թշնամին գտնում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը 5։ Եվ թշնամու նպատակն է, գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Կատաղի մարտեր ծավալվեցին Շուշիի համար։ Ադրբեջանը գործադրեց իր բոլոր ուժային կառույցների հատուկ նշանակության ջոկատները եւ թեթև հետևակը։ Հարվածը Շուշիին ոչ միայն սպառնում էր մայրաքաղաք Ստեփանակերտին, այլև պիտի կտրեր մատակարարման գլխավոր ուղին՝ Գորի Ստեփանակերտ ճանապարհը։ Նոյեմբերի 4-ին ընկավ Շուշիի ժայռերի ներքևում գտնվող Քարինտակ գյուղը։ Առավոտ մի րոպե մեկը Շուշանա 6-ին արդեն իսկ խոդում եք, մի ժամ նստում եք, դիրքերը նայում եք որտեղ ինչ, կողմնորոշում, 7-ին արդեն ճեղքումը սկսվում է։ Արձիլերա մի 15 րոպե աշխատելու է շուտ, բացի ու մտնել եք հարձակման։ Ծայրահեղ իրավիճակից դուրս գալու նպատակով որոշում է կայացվում իրականացնել Սղնաղի օպերացիան։ Ըստ մտահղացման նոյեմբերի 6-ին պիտի փակվեր ադրբեջանցիների սնուցումը Շուշիից 6 կիլոմետր հարավ-արևել գտնվող Սղնաղ գյուղում, որտեղ նրանք հասցրել էին ռազմաբազա հիմնել։ 2020-ին Արցախյան վտանգության խորհրդի ռազմական վարչության պետ այդ օպերացիայի համակարգմամբ զբաղված Գրիգորի Սահակյանի նախնական տվյալներով հակառակորդի 2 ուժեղացված գումարտակ անցել էր Սղնաղ գյուղը եւ գտնվում էր Շուշիի մերձակայքում։ Առաջի գումարտակի հարձակման ուղղությունը եղել է ներքին Սզնեքից դեպի Ճաղացներ, Ստորաբաժանումների մի մասով էլ դեպի Ավետարանոց, երկրորդ գումարտակի հարձակման ուղղությունը եղել է դեպի հենց ներքին Սզնեք, երկու գումարտակներ պետք է հասնեին այս ճանապարհը, որը կապում էր դեպի Շուշվա կողմ անցկացած Ստորաբաժանումներին։ Իսկ երրորդ գումարտակի խնդիրը եղել է Մխիթարաշենով պահել ուղղությունը դեպի հյուսիս, չթույլատրել որպեսզի ճեղքում կատարած ստորաբաժանումները հետ կարողանան գային այս ճեղքումը բացեին։ Եվ եղել է նաև նախատեսված հատուկ ստորաբաժանումներ, այսինքն վաշտերը, որոնք պետք է գային եւ Ավետարանոցում եւ Սզնեքում գտնվող հակառակորդի արդեն հրետանային ստորաբաժանումներն, դեռ 30 մարտկոց է եղել, հակաականիտային մարտկոցներ եղել, այդ մարտկոցները պետք է գային, ասենք տեղում ոչնչացնեին եւ հնարավորություն ստեղծեին, որպեսզի հակառակորդի այդ հրետանային աջակցումը չլինել այդ ուղղությունում։ Հիմնական հատե այդ 3 գումարտակների ուղղությունը դա եղել, տանկային ստորաբաժանումը պետք է գար բնագիծ ընդուներ եւ ապահովեր այդ հետևակային ստորաբաժանումների պաշտպանական ուղղությունը բռնած, որ Մարտունի եւ Հադրութի կողմից ճեղքում կատարած ստորաբաժանումները, որոնք ապահովում էին դեպի Շուշի գնացող ստորաբաժանումների հաջողությունը, որպեսզի չթույլատրեն իրենց ներխուժումը եւ աջակցությունը։ Այդ օպերացիայի հիմնական գրոհող ուժը պիտի կազմեր պահեստազորային 2 գումարտակ Հայաստանից եւ 1 աշխարհազորային գումարտակ Արցախից, կազմված Մարտակերտի շրջանի բնակիչներից։ Այդ օպերացիան չեղարկվեց, քանի որ սկզբում աշխարհազորային գումարտակը հրաժարվեց դրան մասնակցել։ Հետո
պահեստազորային գումարտակներից մեկը։ Օպերացիայի տապալման պատճառները Սահակյանը տեսնում է ժամանակի խիստ սղության, զորքի ընկճվածության եւ այդ ստորաբաժանումների սահմանափակ ունակությունների մեջ։ Ըստ գնդապետի, եթե Խրամատից պաշտպանվելը ինչ որտեղ բնազդ է, ապա հարձակողական մարտը հմտություններ ու բարձր բարոյական պատրաստություն է պահանջում։ Այդ դեպքում ինչու այս օպերացիային չներգրավեցին կանոնավոր ստորաբաժանումները։ Ընդհանուր առմամբ փորձ է կատարվել կանոնավոր ստորաբաժանումներով եղած առաջնագիծը պահպանել, եղած որը պահպանվալ է։ Այսինքն 7-րդ պաշտպանական շրջանից մինչև երկրորդ պաշտպանական շրջանի, առաջի պաշտպանական շրջանի մինչև դիրքերը, կարելի ասած մինչև վերջը համարյա պահպանվել էր, մինչև օկտեմբերի վերջը։ Բայց այդ հարավային մասով, որ հակառակորդը ճեղքում է կատար եւ ինքը դեպի մեր պաշտպանության խորք գալուց չի օգտագործվել, կարծես գրեթե չի օգտագործվել, ասին կանոնավոր զորքեր։ Իհարկե հնարավոր է եղել են, բայց նման որոշում չի կայացվել։ Պատճառները դժվարանում ասեմ։ Նոյեմբերի 7-ի կեսօրին ադրբեջանցիները լիակատար վերահսկողություն հաստատեցին Լիսագոր-Շուշի Ստեփանակերտ ճանապարհի վրա, դարանակալելով հայկական զորքերը։ Այսպիսով անկավ Շուշի բերդաքաղաքը։ Օրինակ ամսի 4-ին ինձ հստակ տեղեկություններ ունեմ, որ ամսի 4-ին հակառակորդը մի մասը եկել է մտել է այդ Իսահակի աղբյուր կոչվող տեղամասով, այդ անտառի մեջ ճանապարհով եկել է ու դուրս է եկել այդ խաչմերուկի մատուցները։ Մի մասը տեղով է եկել։ Մի մասն էլ սարերը որով բարձրացել են, եկել են մտել են Շուշի։ Մինչև մեր զորքը տեղից դուրս գալ այդ քարենտակի խաչմերուկու։ Մինչև ամս 7 այդ ժամը դից իրանք ավտոմեքենայով կամ չգիտեմ ինչ որ զրահապատ մեքենաներով բանով տրանսպորտով չէ եկել մտել Շուշի։ Իրանք սա որ եկել են մոտով են եկել մտել Շուշի։ Նոյեմբերի 7-ից մինչև 9 քաղաքը հետ բերելու հայկական կողմի փորձերի մասին տեղեկությունները կծկտուր են։ Իրավիճակը այնպիսին էր, որ ադրբեջանական հատուկ ջոկատայիններին հայկական ստորաբաժանումները այլևս անկարող էին դիմակայել Ստեփանակերտի մոտ։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեց հրադադարի համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Պատերազմից հետո Շուշի-Լիսագոր ճանապարհից հայկական կողմին է հանձնվել 114 զինծառայողի աճյուն։ Բուն քաղաքի համար մղված մարտերում հայկական կողմը մոտ 200 զոհ է ունեցել։ Ադրբեջանական կողմը հաջողության հասավ Արաքսի հովտում հարվածի արդյունքում, այնուհետև Հադրութից հասնելով մինչև Շուշի, հաղթահարելով 30 կիլոմետրանոց շրջանցիկ ու անտառային ճանապարհը։ Չնայած ռազմական ակնհայտ հաջողությանը, ադրբեջանցիները տարբեր դժվարությունների էին հանդիպում։ Երկրորդական Բերձոր քաղաքի ուղղությամբ գրոհող զրահախումբը, որը շտապում էր փակել Լաչինի միջանցքը, ջախջախվեց նոյեմբերի 2-ից 3-ին։ Հայկական պաշտոնական քարոզչությունը այս վայրին տվեց Դժոխքի ձոր անվանումը։ Ֆիզուլիի հաջողությունից հետո հակառակորդը առաջացավ դեպի Մարտունի քաղաք։ Չնայած հաջողությանը, Մարտունու շրջանի ուղղությամբ նրանց առաջխաղացումը կասեցվեց, եւ նրանք չկարողացան վերահսկողություն հաստատել Ստեփանակերտ տանող ճանապարհի նկատմամբ։ Այս պայմաններում անփոփոխ մնաց կենտրոնական ուղղությունը, Մարտակերտից մինչև Աղդամից հարավ ընկած դիրքերը։ Չնայած Թալիշի ու Մատաղիսի գրավմանը, ադրբեջանցիներին չհաջողվեց շարժվել դեպի շրջկենտրոն, Մարտակերտ։ Հակառակորդը դժվարությամբ է բացել այսպես կոչված Հորադիզի միջանցքը, որտեղից նա հասել է մինչև Շուշի։ 44-օրյա պատերազմի ամենաշատ հարցերը կապված են հենց այդ ուղղության հետ։ Միայն հակահարվածների վերաբերյալ իրարամերժ հարցերը անթիվ անհամար են։